անցնող շաբաթվա կտրվածքով հետաքրքիր իրադարձություններ տեղ ունեցան, մասնապես Մերձավոր Արևելքում։ Մենք տեսանք, որ յուրահատուկ ռազմաքաղաքական բլոկ է ձևավորվում, նոր ռազմաքաղաքական բլոկ Մերձավոր Արևելքում։ Թուրքիան, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան կնքեցին պաշտպանական պակտ, այսպես ասած, եւ պարոն Ապետյան, այնպիսի տպավորություն է, որ տարածաշրջանի երկրները մենք տեսանք Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան, նրանք համարվում են Միացյալ Նահանգների դաշնակիցներ։ Տպավորություն է, որ իրենք հասկանում են, որ Միացյալ Նահանգների այդ անվտանգային անձրևանոցը, հովանոցը, այո, կամ հովանոցը այլևս չի գործում, եւ իրենք Իրանի աճող դերակատարման ֆոնին պարտավոր են որոշակի քայլեր ձեռնարկել եւ ըստ էության փորձ են անում որոշակի հակազդող ռազմաքաղաքական նոր դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության աճող դերի։ Վերոգրյալի մասին նաև վկայեց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը, երբ որ նա խոսում էր այդ Մեքքայի համաձայնությունների մասին, նա հայտարարեց, որ դա ուղղակի կապ ունի տարածաշրջանում Իրանի դերի ավելացման հետ։ Եվ հետևաբար հիմա հարց է առաջանում. սա արդյոք ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, եթե հաշվի առնենք այն, որ նույն Թուրքիան կամ Սաուդյան Արաբիան հայտարարում են, որ այդ համաձայնագիրը որևէ մեկի դեմ չի։ Ես կարծում եմ, որ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում սա նշանակալի գործողություն է այս դաշինքի ստեղծում։ Իհարկե բանակցությունները ավելի վաղ են սկսել, կարելի է այսպես ասել, բայց ինչով է նշանակալի։ Այդ քո ասած անձրևանոցի ասած հովանոցը ամերիկյան այլևս մեծ անցքեր ունի։ Այո։ Հիմա արձանագրենք նախ Թուրքիա, Սաուդյան Արաբիա։ Իհարկե երկուսն էլ Միացյալ Նահանգների դաշնակիցներն են։ Եվ նույնիսկ ես կասի էին ինչ որ ժամանակ հետո։ Գոնե այդ դաշինքը դրա մասն է խոսում, Մեքքայի համաձայնագիրը։ Բայց երկուսն էլ հավակնում են սուննի մահմեդական աշխարհում լինել առաջնորդող։ Ինչու։ Թուրքական ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությունը հավակնում է այդ դերին այն պատճառով, որ մի քանի 100 տարվա Օսմանյան կայսրությունը դա իր հիմքում ունեցել է նաև հոգևոր առումով սուննի մահմեդականության եւ այդ կրոնը դավանող ժողովուրդների համակեցությամբ մի մեծ տարածքում պետության արկայություն։ Այսինքն Թուրքիան ասում է, ես եմ այն պետությունը, որ Մուհամմեդ Մարգարեի կողմից ստեղծված խալիֆայությունը, որ հետո փլուզվեց, մեծ հաշվով դրա իրավաքաղաքական ժառանգորդը ես եմ եւ հետեւաբար ես պետք է հավակնեմ այն ավագարդի դերում ոչ միայն Թուրան պետության, այսինքն թուրքական ցակում թուրքերեն եւ սուննի մահմեդական, այլև ընդհանրապես անկախ ազգային պատկանելությունից սուննի մահմեդական ժողովուրդների հավաքման մի միավորի ավանգարդում պետք է լինեմ ես Թուրքիայի կեցված կեսուր դա է։ Եվ որի առանցքներից մեկը դա թուրքական պետությունների կազմակերպությունն է։ Դա ինքը արդեն մի սուարուն է տալիս Թուրքիայի հավակնություններին։ Բայց այդտեղ հիմնականում իբր թուրքական ցակում ունեցողներն են։ Իսկ Թուրքիան հավակնում է ընդհանրապես սուննի մահմեդական ժողովուրդների դրոշի ներքո հավաքելու։ Հիմա Թուրքիային գործնականում մրցակցում է մեկ այլ պետություն, եւ դա Սաուդյան Արաբիան է։ Ինչու։ Սաուդյան Արաբիան ասում է, որ Մուհամմեդ Մարգարեի ծննդավայրի հաղթանակների եւ իր թաղման վայրը այդ սրբությունները ուղղակիորեն կապվում է այդ տարածքի հետ, որը այսօր մենք գիտենք որպես Սաուդյան Արաբիա պետություն։ Խոսքս Մեքքայի եւ Մեդինայի մասն է։
Այսինքն այստեղից հետևություն, որ այդ երկու պետությունները առաջնորդության առումով իրենք մրցակիցներ են, բայց այդ դեպքում ի՞նչն է իրենց միավորել։ Հիմա երրորդ պետությանը նայենք։ Իրականում, ասենք Պակիստանը հիմնականում սուննի մահմեդական երկիր է, բայց այնտեղ եւս շիաներ կան, որոնք համակեցությամբ իդեպ բնակվում են սուննի մահմեդականների հետ։ Պակիստանի ֆենոմենը կայանում է ինչու՞։ Նա իսլամ աշխարհում, մահմեդական աշխարհում միակն է, որը միջուկային տերություն է։ Սա ինքնին գործուն է։ Եվ հետեաբար, երբ մենք նայում ենք, կարծես թե ուրվագծվում է սուննի մահմեդական երկրների համադաշնություն, ընդ որում բնականաբար ռազմական առումով։ Ով է այդտեղ նախաձեռնողը կամ ով է թելադրողը կամ ով է ավանգարդում։ Սովորաբար տարբեր գնահատականներ կան, հիմնականում վերլուծաբանները, փորձագետները գնահատում են, որ դա Թուրքիան է։ Ես այլ կարծիք ունեմ։ Ես կարծում եմ դա Պակիստանն է։ Որտեւ եթե նայենք մերձարու արևելքում, մասնապես ծոցի երկրներում ուժերի հարաբերակցությունը հետեւյալն է։ Միացյալ Նահանգները դրա մասին խոսենք, աստիճանաբար այդ տարածաշրջաններից դուրս է գալիս։ Պարսից ծոցի երկրներից իր ազդեցությունը թուլացել է, արաբական աշխարհում թուլացել է։ Իրանի հետ հակամարտությունում վստահաբար պայմանները հիմնականում, եթե պայմանագիր կնքվի, դա Իրանի կողմից թելադրվող պայման են եւ ոչ թե ԱՄՆ-ի։ Եվ այստեղից կարելի ասել, որ Պակիստանը հիմա բավականին սերտ տնտեսական, ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցություն է իրականացնում երկու պետության հետ։ Ընդ որում այդ երկու պետությունները թուրքական աշխարհի հետ որից աղերս չունեն։ Խոսքս մեկը Չինաստանն է առաջին հերթին, երկրորդը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Պատական չէր Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները ամենաբարձր մակարդակով սկսեց ոչ ավել ոչ պակաս Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Եվ միջնորդներ այդ երկրի եւ նախագահն էր եւ զինված ուժերի հրամանատարը։ Շտաբի պետը, այսպես ասենք։ Եվ այստեղից ես կարող եմ որոշակի հետևություններ անել, որ այստեղ առաջին ջութակ հիմնականում Պակիստանն է խաղում։ Այսինքն գործոնը միջուկային տերություն լինելու հանգամանքն է։ Ինչու՞։ Որտեղ Միացյալ Նահանգները այդտեղ էր ոչ միայն որպես տնտեսական հզոր պետություն, այլ առաջին հերթին որպես միջուկային տերություն։ Եվ այսօր ընդհանրապես, ասենք, ցանկացած այս турբուլենտ վիճակում, որ երկիր մոլորակ գտնվում է, սովորաբար թույլ պետությունները փորձում են դաշնակցել առավել մտերմանալ որ պետությունների հետ։ Առաջին հերթին, որոնք միջուկային տերություն են։ Այո։ Եվ դրա լավագույն ցուցիչը ինձ համար շատ հետաքրքիր է։ Միջուկային տերություն հանդիսացող Հյուսիսային Կորեան է, որը Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր, որով Հյուսիսային Կորեան մտնում է Ռուսաստանի միջուկային հովանոցի ներքո։ Սա ցուցիչ է, չէ՞։ Այսինքն միջուկային տերությունը անգամ եթե ինքը վտանգներ է զգում Միացյալ Նահանգներից, առավել հզորի հետ դաշնակցել, իսկ առավել հզորը այսօր երկիր մոլորակի վրա որպես թիվ 1 միջուկային գերտերություն դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Ուրեմն հետեւաբար այդ Դաշնությունը Մեքքայի համաձայնագիրը իր հիմքում դրել է ինչը ոչ թե սուննի մահմեդական լինելու հանգամանքը, այլ դրել է միջուկային տերության տանիքի ներքո։ Ես կարծում եմ, որ այդ Մեքքայի համաձայնագրի նաև այլ պետություններ են միանալու, մասնավորապես օրինակ հաջորդը կարող եմ ենթադրել դա Եգիպտոսն է լինելու։ Եվ եթե արձանագրենք, որ կարճ ժամանակ հետո, երբ Միացյալ Նահանգներ եւ Իրան համաձայնագիրը ստորագրվի եւ Իրանը այնուամենայնիվ էս տարուկես Միացյալ Նահանգների հետ ռազմական արճակատումից եւ Իսրայելի հետ չկանգնեց իր միջուկային ծրագրերից, ապա այստեղից կարող ենք արձանագրել, որ կարճ ժամանակ հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը եւս դառնալու է ինչ միջուկային տերություն։ Ահա։ Այսինքն հիմա մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների դերակատարման թուլացմանը տեղը ասում եմ սուրբ տեղը դատարկ չի լինում, չէ՞, այդ տեղը վերցնելու են առաջին հերթին միջուկային տերությունները, այ ոնց որ վերցրեց Պակիստանը։ Շուտով որոշակի ազդեցությամբ նաև վերցնելու է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Կարծում եմ, այս համաձայնագրի ուրեմն նպատակը հետևյալն է, եւ սա ազդարարում է Միացյալ Նահանգներ որպես գերտերության նահանջը մասնավորապես իր համար ստրատեգիական նշանակություն ունեցող նավթարաճ շրջաններից, ծոցի երկրներից, հարուստ գազային պաշարներ ունեցող Կատարից եւ աստիճանաբար, ինչպես ասում են, ոնց որ թե իր ընթացքը դեպի արևմտյան կիսագունդ է գնալու։
Դա մի օրում իհարկե եւ մի տարում չի լինելու, բայց գործընթացները այնուամենայնիվ բերում են այդ իզրահանգման։